Եկատերինան ընդամենը 17 տարեկան էր, երբ նա հղիացավ։ Եվ երբ համարձակություն հավաքեց, որպեսզի տեղեկացներ ծնողներին իր հղիության մասին, նրա ծնողները անչափ զայրացան։ Եվ նրանք չափազանց ավանդապաշտ ու կրոնասեր լինելով, չկարողացան դիմանալ այդ խայտառակությանը և դուրս շպրտեցին աղջկան տանից։ Իրականում Եկատերինան շատ հուսահատ էր։ Նա չգիտեր ուր գնար և ինչ աներ։ Եվ վերջապես կարողացավ հանգրվանել իր ընկերուհու տանը։ Իր ընկերուհին նրան հյուրընկալեց և օգնեց բոլոր հարցերում։ Նա պարզապես զգում էր, որ իր կյանքում մի նոր կյանք է ծնվում։ Եվ նա այդ մասին մտածելով, նրա կյանքում ամեն բան փոխվեց։ Նա սկսեց սովորել աշխատել միաժամանակ, որպեսզի կարողանար պահեշ մեծացնել այդ երեխային։ Անցան ամիսներ, և նա որդի ունեցավ։ Եվ նա ամբողջ ուշադրությամբ պահում ու հոգատարությամբ մեծացնում էր իր երեխային, ինչպես նաև միաժամանակ աշխատում էր։ Եվ այսպես անցնում են մոտ 20 տարի։ Նա արդեն ապահովված է լինում ամեն ինչով և ոչ մեկի ոչ մի բանի կարիք չի ունենում։ Տղան էլ բավականաչափ մեծացած է լինում, բայց անընդհատ հարցնում է իր տատիկի ու պապիկի մասին, ասելով, որ նրանց ընտանիքում բացակայում է տատիկի ու պապիկի ներկայությունը։ Եվ բազմակի անգամ այդ հարցերը մայրիկին ուղղելուց հետո մայրը որոշում է, որ վերջապես հետաքրքրվի իր ծնողներով և որոշում է նրանց նամակ գրել։ Երբ որ նամակ է գրում, պարզապես ուղղակի գրում է, որովհետև նրա սրտում դեռ կային վիրավորանքներ ցավեր ծնողների նկատմամբ, որովհետև նրանք նրան չհասկացան, չկարեկցեցին, չօգնեցին և դուրս շպրտեցին։ Բայց շատ կարճ ժամանակ անց միանգամից նրան նամակը պատասխան ստացավ, որ ծնողները սպասում են նրան։ Երբ նա հայտնվեց իրենց հին տան դռների առաջ, տեսավ, թե ինչքան ծնողները մեծ ուրախությամբ գրկեցին նրան, մեծ ցնծություն կար իրենց ներսում։ Եվ նրանց մեջ ոչ մի վիրավորանքի հետք անգամ չէր մնացել իրենց աղջկա նկատմամբ, այլ պարզապես մեկը մյուսին պատվում էին, թե ինչերով են անցել։ Եվ մայրն ու հայրն էլ պատմում էին, թե ինչքան դժվար է եղել իրենց կյանքը առանց Եկատերինայի, և շատ ափսոսում են կորցրած տարիների համար։ Եկատերինան էլ պատմում էր, թե ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնելու, մինչև նա ունեցել է երեխային և պահել, մեծացրել է նրան։ Ճիշտ է, շատ ուշ, բայց ընտանիքը նորից վայելեց միասնական ուրախությունը։ Սիրելիներ, այս պատմությունն էր, որը ցանկացա թարգմանաբար պատմել, ներկայացնել ձեզ։ Գրեք մեկնությունների մեջ, ով ինչ որ սովորեց այս պատմությունից։ Եվ հիշեք այն խոսքերը, որը գրված է Աստվածաշնչում. թեև հայրն ու մայրդ քեզ լքեն, ես քեզ երբեք չեմ թողնի։ Այն աղջիկը, ընկերուհին, որը հյուրընկալեց իր ընկերուհուն իր տանը, դա իրականում Աստծուց էր ուղարկված։ Աստված շատ հաճախ մեր կյանքերում գործում է մարդկանց միջոցով, բայց մենք դա չենք էլ հասկանում։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում մեզ կանգնեցնում է այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն մեր ամենածանր հիասթափության, նեղության, դժվարության պահին։ Նա միշտ պատրաստ է սրբել մեր արցունքները, լվալ մեր հոգու վերջկերը, բժշկել, պարուրել սիրով ու հոգատարությամբ, բայց շատ հաճախ
Մարդիկ տեսնելով Տիրոջ հոգատարությունը չեն սովորում ներել, չեն սովորում սիրել, չեն փառաբանում Աստծուն և անդադար դժգոհում փողոքվում են, նույնիսկ չգիտակցելով, որ երբ իր կողքին ոչ մեկը չի եղել, Հիսուսը միշտ կանգնած է եղել մեր կողքին։ Աստված հավատարիմ է, Աստված սիրում է բոլորին, Աստված ներում է մեզ մեր բոլոր մեղքերի ու սխալների համար։ Եթե մենք գալիս ենք Տիրոջ առաջ, ապաշխարում ու ներողություն ենք խնդրում։ Ճիշտ է, այս պատմությունները ես վերցնում եմ, թարգմանում եմ, ներկայացնում եմ, ես չգիտեմ ինչքանով է ճշգրիտ, ինչքանով է սխալ, ամեն դեպքում հաստատ մի բան գիտեմ, որ չկա մի պատմություն, որ իր մեջ ներգրավի իրական կյանքի արժեքները կամ կյանքի իրական դեպքեր։ Դրա համար էլ, սիրելիներս, պարզապես ամեն մեկդ մի պահ վերանայեք ձեր ապրած կյանքը և տեսեք, արդյոք Աստված ձեր կյանքերում մեծ տեղ է զբաղեցնում։ Արդյոք դուք մոռացել եք Աստծո այն բարությունը, որը արել է ձեզ։ Արդյոք պատրաստ եք Հիսուսին, մեր սիրելի Փրկչին, մեր Փեսային դիմավորելու։ Իսկ եթե ոչ, վերանայեք ձեր կյանքերը։ Եվ եթե կան ձեր սրտում վիրավորանքներ, ցավեր, ինչ որ մարդկանցից, ապա ճիշտ ժամանակն է այսօր հաշտվելու նրանց հետ, որովհետև վիրավորանքը ամենահզոր զենքն է սատանայի։ Վիրավորանք մեր մեջ կրելով մենք դառնում ենք ավելի փխրուն ու ավելի շուտ կոտրվող և դառնում ենք սատանայի համար շատ հեշտ թիրախ։ Դրա համար էլ, եթե կան մեր սրտերում, մտքերում, հոգիներում վիրավորանք, ապա ծնկի իջեք Տիրոջ առաջ, խնդրեք, որպեսզի Տերը օգնի, որպեսզի ցանկացած հարցի նայեք նրա աչքերով և կտեսնեք, որ կգա ժամանակ, որ ամեն բան լավ, շատ լավ կլինի ձեր կյանքում։ Ինչպես Հովսեփը ներեց իր եղբայրներին, տեսնելով իրենց փոփոխությունները, փորձելով նրանց, այդպես էլ դուք փորձեք ձեզ ցավացնող շատերին, և եթե տեսնում եք, որ նրանց կյանքերի մեջ կան մեծ փոփոխություններ, ապա վերականգնեք ձեր փոխադարձ հարաբերությունները։ Իսկ եթե նրանց կյանքերում չկան փոփոխություններ, ապա ներեք ու ձեր սրտից բաց թողեք նրանց, ինչպես Հիսուսը արեց խաչի վրա, իր երկնավոր սիրող հորը ասելով. «Ներիր նրանց, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, և ոչ մի դեպքում նրանց չանիծեց»։ Այսքանը, սիրելիներ, ինչ այսօր ցանկացա կիսվել ձեզ հետ։ Մնացեք Աստծո հետ։